Այսօրվա պատգամը վերնագրել եմ Հիսուսը արմավենիների քաղաքում։ Ասեմ եղբայրներիս հետ մենք եղել ենք արմավենիների քաղաքում եւ այս աշկերտս տեսել են այդ քաղաքը եւ այն պատմությունը, որ այսօր պիտի պատմեմ, երբ որ դու այնտեղ ես եղել եւ պատկերացնում ես ինչպես է դա տեղի ունեցել, ավելի կենթանի է դառնում քո համար։ Գրված է 3 ավետարաններում։ Մի կյանքի պատմություն, որի վերջը ուրախություն եւ նվիրում է։ Բայց ո՞րն է այդ արմավենիների քաղաքը եւ ինչ էր Հիսուսը անում այնտեղ։ Սուրբ Գիրքը արմավենիների քաղաք է անվանում Երիքովը, որ ըստ գիտնականների պատմաբանների աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։ Եկեք կարդանք միասին Մարկոս ավետարանից։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 46-ից 52 խոսքերը։ Այս պատմությունը գրված է այստեղ։ Այստեղից եմ ուզում վերցնել։ Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին, կույր Բարտողոմեոսը, ճանապարհին նստած մուրում էր։ Եվ լսեց, որ Հիսուսն Ազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի Դավթի, Հիսուս, ողորմիր ինձ»։ Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա էլ ավելի էր աղաղակում. «Որդի Դավթի, ողորմիր ինձ»։ Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. «Քաջալերվիր, վեր կաց, քեզ կանչում է»։ Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբունի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա, քո հավատքը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունը իսկույն վերականգնվեց ու հետևեց Հիսուսին։ Փառք Տիրոջը, դուք հավատում եք, որ այս հրաշքը տեղի է ունեցել։ Ես ուղն ու ծուծով հավատում եմ։ Գիտեք ինչու։ Որտեվ Գյուլնաստատը չի պատմե, որտեվ սա ավետարանում է գրած։ Այդ դրա համար եմ ես հավատում։ Եկեք մի փոքր անդրադառնանք պատմական տվյալներին։ Քանանացիներն էին կառուցել այս քաղաքը եւ դեռ Մովսեսից առաջ կար այն։ Երկրորդ Օրինաց 34-ում գրված է. Մովսեսը Մովաբի դաշտից բարձրացավ Նաբավ լեռը, Փազգայի գագաթը, որ գտնվում էր Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղադի ամբողջ երկիրը, միջև Դան, նաև ամբողջ Նեփթաղիմը, Եփրայմի ու Մանասեի երկիրը եւ Հուդայի ամբողջ երկիրը, միջև Արևմտյան ծովը։ Հարավային կողմը Երիքովի հովտի դաշտն ու արմավենիների քաղաքը միջև Սեգովը։ Տերն ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին ասելով. Քո սերնդին եմ տալու դա, ահա քո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի»։ Մենք տեսնում ենք այստեղ, որ նկարագրված է այո Երիքովը որպես արմավենիների քաղաք եւ Երիքով քաղաքը կար։ Հիմա ուզում եմ մի փոքր մենք տեսաֆիլմ նայենք Երիքովի մասին, մի 3 րոպե, 4 րոպե իրար հետ միասին նայենք, որպեսզի ավելի պատկերացում կազմենք, որովհետև այն ինչի մասին, որ պիտի խոսանք, կարևոր է։ Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրեցին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրեցին, ձեռք բերած ավարից գեստներ եւ կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով ոծեցին եւ նրանց բոլոր տկարներին նստեցրեցին էշերի վրա ու տարան Երիքով արմավենիների քաղաքը։ Իրենց եղբայրների մոտ, հետո վերադարձան Սամարիա։ Ասեմ Երիքովում Աստվածաշունչը շատ դեպքեր է նկարագրում Երիքով քաղաքի մեջ եղած եւ ամենահրաշալի դեպքերից մեկը գրված է 4-րդ թագավորացում, սա Եղիսեի պատմությունն է
երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում այս համալիրը, որը կառուցված է, սա ի հիշատակ նրան, որ Եղիսեն դառնահամ ջրերը քաղցրացրեց։ Դա գրված է 4 Թագավորաց 2:19-ում։ Եվ այդ քաղաքի մարդիկ ասեցին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատն է, իսկ հողը անպտուղ»։ Եվ նա ասաց. «Ինձ մի կուժ բերեք, եւ մեջը աղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ, եւ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ եւ ասաց. «Այսպես է ասում Տերը. ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ եւ անպտուղություն չի լինի»։ Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր Եղիսեի ասած խոսքի համաձայն։ Այս որ մենք տեսնում ենք, պեղումներ են կատարել եւ ձեզ ասեմ սելիններ, որ ոչ մի տեղ, ոչ մի արձանագրությունների մեջ Երիքովի մասին այդքան չի գրված ինչքան Աստվածաշունչ Մատյանի մեջ։ Եվ 20-րդ դարի սկզբին հենվելով Աստվածաշունչ Մատյանի վրա սկսեցին պեղումներ կատարել եւ ձեզ ասեմ գերմանացի հնեաբանները արեցին պեղումներ եւ նրանք իրականում հայտնաբերեցին այն 5 քաղաքը, որի մասին մենք կարդում ենք Աստվածաշնչի մեջ։ Այդ գիտնականների նկարներն է այստեղ տրված եւ ասեմ 8 շերտ իջան եւ տարբեր ժամանակաշրջաններում պեղումները իջան միջև ամենաներքև եւ ամենաներքևում հայտնաբերեցին այն քաղաքը, որ Հեսուն, հիշում եք, Հեսուն կործանեց հողերը փչելով։ Սերներ Սուրբ Գիրքը հավաստի ճշմարիտ աղբյուրը եւ նրանք ավելի են այսօր համոզվում շատ գիտնականներ, որ ինչ որ գրված է Սուրբ Գրքի մեջ բացարձակ ճշմարտություն է։ Երբ որ եղբայրներով գնացել էինք Իսրայել, մենք գնացինք, այո, տեսանք Երիքով քաղաքը եւ մի հետաքրքիր բանի ականատես եղանք արմավինիների անտառի, որ տնկված էր, հեսա ես եմ նկարել սա, ավտոբուսից եմ նկարում, դուք տեսեք արմավենիների անտառը։ Եվ ամենալավը աճում են արմավենիները այդ տարածաշրջանում։ Ամեն մի արմավենին տալիս է 130-ից 150 կիլո պտուղ, խուրմա։ Երբ կարդում ենք մենք Մատթեոս եւ Մարկոս ավետարաններում գրվածը, ապա տեսնում ենք, որ Հիսուսը երբ դուրս եկավ Երիքովից հանդիպեց կույրերին։ Իսկ Ղուկասը ներկայացնում է, երբ մտնում էր Երիքով, հանդիպեց կույրին։ Հիմա հարց է առաջանում. դուրս գալուց հանդիպեց, թե քաղաք մտնելուց հանդիպեց։ Հիմա մեկը կասի, ինչ տարբերություն, դուրս եկավ, թե ներս մտավ հանդիպեց։ Մենք այսպիսի կարծեցյալ հակասությունների կարող ենք հանդիպել, այսինքն նրանք կհանդիպեն, կտեսնեն, ովքեր շատ են կարդում, ովքեր կարդում են։ Օրինակ, ինչպես մենք կարող ենք հանդիպել կարծեցյալ հակասության, բայց հակասություն չի, Մարկոս ավետարանում գրված է, որ շաբաթը անցավ կանայք խունկեր վերցրեցին, որ գնան օծեն Հիսուսին, իսկ Ղուկասում գրված է շաբաթից առաջ խունկերն առան, որ գնան օծեն Հիսուսին միաշաբթի օրը։ Հիմա շաբաթից հետո առան խունկերը, թե շաբաթից առաջ առան խունկերը։ Ասում սերլիններ, հակասություն չկա Աստվածաշնչի մեջ։ Ուղղակի նա ով փնտրում է, նա ով ուզում է հասկանալ, Աստված սկսում է բացատրել ու հասկացնել։ Ես օրինակ սրա մասին չգիտեի եւ այս շաբաթ ուսումնասիրություններս անելով տեսա, որ իրականում այն ինչի մասին գրված է Սուրբ Գրքի մեջ, դա իրականում ճշմարտություն է, ուղղակի մենք տեղյակ չենք։ Ասեմ, մենք տեսանք Երիքով քաղաքի բլուրները, չէ, բլուր տեսանք եւ Երիքով քաղաքը, որը հին քաղաքը կառուցված էր այդ բլուրի վրա։ Եվ ուսումնասիրելով մենք հասկանում ենք մի բան, որ իրականում այս հին քաղաքը, Երիքով քաղաքը եղել է։ Եվ Հեսուն, երբ որ կործանեց այդ Երիքով քաղաքը, հրաշալի կերպով Աստծո հրամանով դա տեղի ունեցավ։ Ասեց կգնաք, կշրջեք, փչեք փողերը եւ կքանդվի այդ պարիսպները։ Ասեմ 2 տակ պարիսպներ են եղել այդ քաղաքում եւ դա անառիկ քաղաք է եղել։ Բայց Աստծո մոտ անառիկ քաղաքներն են ընկնում։ Մեղքի,
չարությունով լցված քաղաքները Աստված տապալեց։ Ու ինչն ենք տեսնում, երբ որ տապալվում է քաղաք, երբ որ փլվում է քաղաքը, երբ որ Հեսուն մտնում ու գրավում է, Հեսուն անեծք է ասում, անեծքի խոսք։ Ասում է, ով որ կառուցի այս քաղաքը, թող իր անդրանիկով հիմք դնի եւ իր կրծերով ավարտի։ Դու գիտեք, որ այս անեծքի կարծես մարգարեությունը կատարվել է։ Եթե մենք կարդանք 3-րդ թագավորացի մեջ 16-րդ գլխի մեջ, ապա կհանդիպենք Աքաբ թագավորի ժամանակով Հեյելը որոշեց վերակառուցի Երիքով քաղաքը։ Ու ինչ տեղի ունեցավ, հիմքը դնելու ժամանակ ավագ որդին մեռավ։ Եվ կրծեր որդին էլ, երբ որ դարպասներն էր կանգնացնում։ Այս խոսքերը տեղի ունեցան։ Հետո բաբելոնյան ասպատակացություններից հետո քանդվեց այս քաղաքը։ Հիսուսի ժամանակ արդեն ոչ թե հին քաղաքի տեղում էր կառուցվել Երիքովը, այլ նոր Երիքով, որը մոտ էր հին քաղաքին, եւ այս քաղաքը ռոմեացիների վերահսկողության տակ էր։ Հիշում եք, այս քաղաքում էր նաև մեր սիրած Զաքեոսը, որը բարձրացավ ծառը եւ Հիսուս Քրիստոսին տեսավ։ Այո, ինչի եմ սա ասում այս տվյալները ձեզ, մի բան էլ ասեմ ու վերջացնեմ այս գիտական տվյալներից, ասեմ, որ 30 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում Երիքովը, եւ երբ որ Մարկոսն ու Մաթեոսը նկարագրում են, իրանք նկարագրում են Երիքովից, հին Երիքովից դուրս եկավ Հիսուսը ու գնում էր նոր Երիքով։ Իսկ Ղուկաս ավետարանիչը նկարագրում է նոր Երիքով դեռ չէր մտել։ Դրա համար երեք ավետարանիչներն էլ նկարագրում են այն պատմությունը, որը տեղի ունեցավ ճանապարհին։ Այս քաղաքից դուրս եկած եւ դեռ նոր Երիքով չմտած, այդ ճանապարհին այս հրաշքը տեղի ունեցավ։ Ասեմ սիրելիներ, որ եղել են երկու կույրեր։ Հիմա մեր մոտ հարց կառաջանա, ինչի է Մարկոսը կամ Ղուկասը նկարագրում մեկին։ Իրար հետ միասին նայելով այս պատմությունը կհասկանանք, ինչի են նրանք մեկին նկարագրում, բայց Մաթեոսը նկարագրում է երկու կույրերի։ Եվ ինչ եղավ են մեկի հետ։ Հիսուսը մինչ այս կույրին հանդիպելը արդեն Կափառնայում քաղաքում բժշկել էր երկու կույրերի, որոնք եկան Հիսուսի տունը, նա ձեռքերը դրեց նրանց աչքերին եւ նրանք տեսան եւ բոլորին վկայում էին, որ Հիսուսը բացեց նրանց աչքերը։ Դա գրված էր Մաթեոսի 9-րդ գլխի մեջ։ Հետո Հովհաննեսը նկարագրում է Հիսուսը Երուսաղեմում ի ծնե կույրի աչքեր պարգևեց եւ այս լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանով մեկ։ Գիտեք ավետարանում, եթե մենք ուշադիր կարդանք 4 ավետարաններում, գրված է Հիսուսը շատ կույրերի աչքեր բացեց։ Երբ Հովհաննեսը ի ծնե կույրի պատմությունն ենք նայում Հովհաննեսի մեջ, ապա տեսնում ենք, որ այնտեղ մի արտահայտություն կա, հիշում եք, ովքեր որ կարդացել են, որ լսված չէ երբևիցե, որ մեկը ի ծնե կույրի աչք բացի։ Լսված չէ։ Հին կտակարանում եւ երբևիցե ոչ մեկը ի ծնե կույրի աչք չի բացել։ Ասեմ սիրելիներ, որ այդ երկու կույրերը այդ օրը ունեցան Տիրոջից մեծ հրաշք։ Կամ պատմիչներ, տեղեկություններ, որ Բարթիմեոսի հրաշքից հետո Բարթիմեոսը դարձել է Հիսուսի աշակերտը եւ ծառայել Հիսուսին։ Դրա համար նրա անունն է հիշատակված եւ այսպիսի իրավիճակների հանդիպում ենք Սուրբ գրքում։ Հիշում եք, երբ որ 10 բորոտներին Հիսուսը բժշկեց, չէ, ասեց գնացեք ձեզ քահանային ցույց տվեք, այդ 10-ից մեկը վերադարձավ, այն 9-ը չվերադարձան, եւ Հիսուսն ասեց, չէ, որ դուք բժշկվածներդ 10 էիք, բա ուր են այն 9-ը, միայն մեկը, որ եկավ ու երկրպագություն արեց Հիսուսին եւ գրած է այնտեղ, որ նա սամարացի էր։ Ես նկատել եմ Աստվածաշնչում նրանց անուններն է գրված, ովքեր կարևորագույն դեր են խաղացել պատմության մեջ, կամ օրինակի համար է գրվել, որ կարդացողներս դա սովորենք նրանցից։
Եթե բոլորի մասին գրվեր, հիմնականը կշեղվեինք եւ երկրորդական բաների վրա մեր աչքերը կուղեինք, բայց փառք Աստծուն, որ Սուրբ գրքի բոլոր գրքերը իրար հետ կապված են, որովհետեւ հեղինակը մեկն է։ Եվ գիտեք չէ, որ բոլոր գրքերը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Փառք Հիսուսին։ Հիմա պատկերացնում եք Ադամ եւ Եվայի բոլոր երեխեքի անունները գրած ելներ։ Ու գիտեք քանի հատ գրքեր, իրաց պատմությունները, քանի հատ գրքերը տես պետք է լիներ։ Եթե մենք կարդային կմոռանայինք այն մի տղու անունը, այն մի աղջկա անունը, կարևորներն Աստված տվել, որ գրվի, որ մենք հիմնական, հիմնարար բաները կարդանք ու իմանանք, որը մեզ տրված են կյանքի եւ աստվածապաշտության համար սերներ։ Հիմա շատերը որ հարցում են, ասում են, բախի սրա անունը չի գրած, բախի նրան, ոնց իրանք բազմացան, եթե այդքան այդ մանրամասնությունները գրվեր, մարդիկ շեղվեին ճշմարիտ հիմնական մտքից։ Դրա համար Տերը իմաստությամբ տվել այս խոսքը մեզ, որ մենք հիմնական մտքից չշեղվենք։ Այո, 5 կտակարանում չի եղել կույրերին լույս տվող, բայց դու գիտեք, որ 5 կտակարանում եղել է մարգարեություն, որ Աստված է կույրերին լույս տվողը, աչք բացողը Աստված է։ Եվ եղել է մարգարեություն, որ այդ աչք բացող Տերը Հիսուսն է, օծյալն է, որը պիտի գա երկիր։ Մի կարևոր բան ես հասկացա այս ուսումնասիրության ժամանակ սելիներ, ուզում եմ ձեզ փոխանցեմ։ Եթե ոչ մեկ կույրերի աչքեր չի բացե, ապա սա նշան էր նրա, որ ինքն է Տերը Հիսուսը։ Եվ հատուկ կույրերի աչքեր բացելը, որ ինքը բացում էր, սրանով նշան էր տալի հրյաներին, որ դուք, որ այսքան տարիներ սպասում եք օծյալին, Մեսիային, եկել է Մեսիան։ Հիմա տեսեք 146 Սաղմոսի մեջ 5-րդ խոսքից սկսած ուզում եմ կարդալ ձեզ. Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, եւ նրա հույսը իր Տեր Աստծո վրա է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը եւ նրա մեջ եղած ամեն ինչ, որ հավատարմություն է պահում հավիտյան։ Իրավունք է շնորհում զրկվածներին, հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին, Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին, Տերը պահում է պանդուխտներին, նա ընդունում է որբերին եւ որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։ Տերը պիտի թագավորի հավիտյան, քո Աստվածը տով Սիոն, ազգից միջև ազգ, ալելույա։ Տեսեք, Սաղմոս երգում նկարագրում է, որ կույրերի աչքեր բացողը Տերն է։ Այո, մենք կարող ենք ասենք, դեսի հոգևոր կուրության մասին է։ Այո, մեծամասնությունը հոգևոր կուրության մասին է, բայց որպես նշան, որտեղ հրյաները նշան էին խնդրում, հրյաները նշան էին փնտրում, եւ 5 կտակարանի մեջ ես այսօր ձեզ խոսքեր կկարդամ, որ դա նշան էր նրանց տրված, որ գգա կհայտնվի մեկը, որը կույրերի աչքերը կբացի, եւ նա է Տերը, եւ նա է Աստված։ Ինչու եմ ես այսօր ավելի համոզված, որ Հիսուս Քրիստոսը Տերն ու Փրկիչն է, որովհետեւ բոլոր խոսքերը վկայում են նրա մասին։ Ես մեկ-մեկ մտածում եմ, ասում ինչի է այս պատմությունները գրված ավետարանի մեջ, հենց այնպես չի գրված, սիրելիներ։ Շատերն ասում են, վայ, 4 ավետարանը կարդում ենք, սա էլ նույնն է։ Նույնը չի։ Նույն պատմությունն է, բայց ամեն մեկը տարբեր տեսանկյունից է ցույց տալիս այդ պատմությունը։ Եվ եթե կարդում ենք ավետարանները մի պատմության, իմ հորդորն է 4 ավետարանները դնենք իրար կողքի, որպեսզի կարողանանք ամբողջական տեսարանը տեսնել։ Երբ որ տեսնում ես, փառաբանում ես Տիրոջը իր իմաստության համար, որ Աստված միջև հիմա շարունակում է փրկել, ողորմել ու սիրել մարդկանց։ Եկեք անդրադառնանք կույրին։ Կույր լինել այն ժամանակ դա դատավճիռ էր։ Չնայած հիմա էլ պակաս չի սելներ, ասեմ ձեզ։ Ուղղակի հիմա մի փոքր զարգացել է կարծես գիտությունը, տեխնիկան եւ
շատերը մտածում են արդեն քույրերի մասին եւ նրանց համար գրքեր կա, նրանց համար տառեր կա, նրանց համար աշխատանք կա, միջոցներ կա տեղաշարժվելու համար, իսկ առաջի դարում բացակայում էր դա։ Եվ մեկ ցավ էլ կար, այդ կուրությունից ավելի երևի հոգևոր կուրության մի ցավ կար, մտածելակերպի կուրություն կամ մտածելակերպի խնդիր կար, որտեղ երբ որ մեկը կույր էր ծնվում, նրա հանդեպ ունենում էին սխալ վերաբերմունք։ Կույր մարդիկ մեղավոր էին, կույր մարդիկ անարգված էին իրանց մշակույթի, իրանց հասարակության մեջ, որովհետև նրանք խեղ էին և խեղերի հետ ինչ գործ։ Գիտեք, դա նկատել եմ նաև մեր հասարակության մեջ, մեր հայկական հասարակության մեջ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում հաշմանդամներին, ինչպես են վերաբերվում են մարդկանց, ովքեր այսօր մեր նման սենց չեն կարողանում քայլել, խոսալ, տեսնել, մի խոսքով։ Ինչպիսի վերևից, ինչպիսի վերաբերմունք են ցույց տալիս հաշմանդամների նկատմամբ։ Այն երեխաները դպրոցներում ինչպես են վերաբերվում այն երեխային, որը իրանց դասարանում է ու հաշմանդամ է։ Փառք Աստծո, այս վերջերս այդ ներառական ծրագրերը, որ սկսել են կիրառել, որ երեխաներին մնացած երեխաների հետ միասին նույն դասարանում լինի, որպիսի երեխաները հասկանան, որ իրանք մեզանից ոչինչով չեն տարբերվում այդ մարդիկ եւ կարողանան հարգանք ու սեր ցուցաբերել հաշմանդամների նկատմամբ։ Սա իրականում մարդասիրություն է, սերներ։ Եվ մենք որպես քրիստոնյաներ ավելի մեր ուշադրությունը պիտի գրավենք այդ ձևի մարդկանց վրա, նրանց օգնելու, նրանց հասնելու, նրանց ձեռք մեկնելու, նրանց աջակցելու, որովհետև Տիրոջ սերը սա է ուզում մեզանից։ Որ մենք չնմանվենք աշխարհիկ մարդկանց, նրանց ցածր դասելով կամ նրանց անարգելով ու մերժելով մեր շրջապատից, այլ ավելի նրանց կողքը լինելու, որպեսզի նրանք զգան իրենց լիարժեք մարդ։ Ցավոք սրտի այդ կույր երեխաները շատ անգամներ մերժվում էին հենց իրենց ծնողների կողմից, արժանանալով արհամարանքի, եւ անգամ կային մարդիկ, որոնք իրենց երեխաներին անուն չէին դնում, մտածելով, որ շուտ կմեռնեն եւ նրանց անուն պետք չէ։ Կամ էլ այդ կույր երեխաներն իրենց համար խոչընդոտ էին կարիերայի կամ հասարակության մեջ ընդունված պատվելի մարդ լինելու համար, որ հանգարց չասեին, այս մարդը հաշմանդամ երեխա ունի, կույր երեխա ունի։ Նրանք ինչ էին անում, ծածկում էին, պահում էին հասարակությունից ու շատ անգամներ դեռ մանուկ հասակից արդեն այս երեխաները դուրս էին նետվում փողոցներ եւ դառնում էին մուրացիկներ, որովհետև ոչինչ անել չէին կարող։ Ուզում ես սնվել, գնա մուրա։ Մեր հերոսի անունը Բարտիմեոս է։ Գիտեք ինչ է նշանակում այս անունը, Բարտիմեոս։ Բարտիմեոս անունը նշանակում է բարը, դա արամերենով որդի է նշանակում, Տիմեոսը իր հոր անունն էր։ Այսինքն նշանակում էր Տիմեոսի որդին։ Ոնց որ ասում էին բար աբա, չէ՞, հոր որդին, աբա հայր է նշանակում, բարը նշանակում է որդի, հոր որդին։ Ինչ է այս Բարտիմեոսն էր, բանը Տիմեին էր դրել իր տղու անունը Բարտիմեոս, Տիմեի որդին, թե ուրիշներն էին կանչել նրան, սա Տիմեի որդին է, սա Բարտիմեոսն է, եւ այդպես էլ նրա անունը Բարտիմեոս էին կանչում։ Այդ անունը հիշատակվում է Մարկոս ավետարանի մեջ, եւ այդ անունը կարևոր է, որ հիշատակվում է Մարկոս ավետարանի մեջ։ Գիտեք ինչու, որովհետև ես հավատում եմ, որ այս Տիմեի որդին դարձավ Հիսուսի լավագույն աշակերտներից մեկը։
Եվ արդեն Մարկոս ավետարանը դուք գիտեք, որ առաջի ավետարանն է, որ գրվել է, եւ արդեն այդ ժամանակ ճանաչված էր Բարտիմեոսը, դրա համար էլ իր անունը հիշատակված է այս ավետարանի մեջ։ Ոչ մեկս չի կարող պատկերացնել այս կույրի կյանքի այն օրերն ու տարիները, որ նա անցկացրել է Երիքովի ճանապարհին։ Փող մուրալով, ինչ անարգանքի խոսքերի ու ծաղրի ծանակի է հանդիպել այս մարդը։ Դուք գիտեք, որ Աստված կույրերի հանդեպ, կույրերի համար գրած օրենք ուներ։ Եկեք միասին կարդանք, տեսնենք ինչ օրենք ուներ Աստված գրած կույրերի, խուլերի, հաշմանդամների համար։ Ղևտացիներ 19:14 Խուլին մի հայոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի դիր, որ նա չընկնի, այլ վախեցիր քո Տեր Աստծուց, ես եմ Տերը։ Տեսնում ենք այստեղ Աստծո հոգատարությունը այդ մարդկանց նկատմամբ։ Այո, որովհետև Տերը ճանաչելով մարդկային չար բնությունը, ինքը Տերը տեսնում էր, որ այս մարդիկ անխնա կլինեն այդ մարդկանց նկատմամբ, որ մարդիկ անգութ կլինեն այդ մարդկանց նկատմամբ, որ մարդիկ հրաժարվեն այդ մարդկանց հասարակությունից, իրանց ներկայությունից։ Դրա համար Աստված օրենքներ էր դնում, որպեսզի այդ մարդիկ պաշտպանված մնային, պաշտպանված լինեին։ Մյուսը երկրորդ օրինաց 27:18-ում է գրված. Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը եւ ամբողջ ժողովուրդը թող ասի ամեն։ Սա իրավունքի պաշտպանություն էր Աստծո կողմից։ Գիտեք, որ մեկ ասում են 5 տակարանյան Աստվածը դաժան Աստված է, այդ ով որ ասում է ինքը չի ճանաչում Աստծուն։ Այդ ով ասում է, ինքը չի ճանաչում։ Որտեվ երբ որ դու ճանաչում ես Աստծուն, դու տեսնում ես, որ այն սեր, այն հոգատար, այն բարի Աստվածը 5 տակարանյան Աստվածն է։ Արդյոք 5 տակարանում չի գրված Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Գիտեք չէ, որ այս արտահայտությունը ամենաշատն է գրված 5 տակարանի մեջ։ Մենակ 136 Աղմոսի մեջ 36 անգամ ասում է Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Այս մարդիկ հանդիպել էին Տիրոջ բարությանը։ Ինչ դաժանության մասին է խոսքը։ Երևի դու արդարադատության հետ ես։ Արդարադատությունը դաժանություն չի։ Արդարադատությունը արդար մեկի կողմից կայացրած վճիռն է եւ էսի դաժանություն չի։ Բայց արդարադատ Աստվածը նաեւ բարի Աստված լինելով ելքեր էր ման գալիս, որպեսզի մարդը դատավճռի տակ չընկներ։ Ամեն միջոցներ կիրառում էր, ամեն օրենքներ, ամեն հնարավորություն, որպեսզի կորած մարդուն հետ վերադարձնի, փրկի։ Ես սիրում եմ իմ բարի Աստծուն, փառք ես Տեր։ Մարդուն չափահաս հասակում հասարակության մեջ առողջ հաղորդակցվելու համար շատ պարտադիր է, թե երեխա ժամանակ ինչ հոգատարություն, դասիրակություն եւ ուշադրության է արժանացել։ Լսում ենք սերունդներ։ Շատ կարևոր է մեր երեխաները փոքր ժամանակ ինչ ուշադրության, հոգատարության, խնամքի են արժանացել, երբ որ նրանք մեծանան, նրանք հասարակության մեջ լիարժեք, առողջ հարաբերություններ կունենան մնացածի հետ։ Բայց երբ որ երեխան փոքր ժամանակ վիրավորվում է, մերժվում է, չգիտեմ, տարբեր հոգատարություն չի տեսնում, թե իր ծնողներից, թե մնացածից, այս երեխան մեծանալով դառնում է ագրեսիվ, չար եւ չի կարողանում վստահել ուրիշներին։ Եվ հասարակության մեջ ինքը չի լինում օրհնություն, այլ դառնում է վիրուս հասարակության մեջ։ Ովքեր են մեղավոր, ասեմ ձեզ, ես, ծնողները, որ շատ անգամներ մենք համապատասխան ուշադրություն չենք դարձնում մեր երեխաներին։ Հասարակության պոչերն էին կույրերը։ Եթե հանկարծ խնջույքի կտանեին, ապա միայն վերջամասերում, ինչ որ մի անկյունում նստելու եւ այդպես մասնակցելու։ Եթե ժողովարան, ապա վերջի աթոռները
այնտեղից լսելու Աստծո խոսքը։ Գրելով այս պատգամը, որ գրում էի, հիշեցի մի սևամորթի, որը մի աչքից կույր էր։ Խնդրեմ իր նկարը գցեք, ես ուզում եմ որպեսզի տեսնեք։ Այս մարդու անունն էր Վիլյամ Ջեյմս Սեյմուր։ 19-րդ դարի վերջին է ծնվել եւ 20-րդ դարում նա հանրահայտ մի մարդ դարձավ, բայց միջև հանրահայտ մի մարդ դառնալը այս մարդուն եկեղեցիներում, սպիտակների եկեղեցիներում մերժում էին։ Երբ որ այս մարդը մի օր ցանկացավ աստվածաշնչյան դպրոց սովորել, Չարլզ Պարհամը, որ այդ դպրոցի տնօրենն էր, ասեց. «Սիրելիս, ես չեմ կարա քեզ թողեմ, դու սպիտակների հետ նստես մի շարքում»։ Խնդրեց այս մարդն, ասեց. «Լավ, միջանցքում գոնե նստեմ։ Գոնե նստեմ միջանցքից լսեմ ու սովորեմ, ես ուզում եմ Աստծո մասին գիտություն ունենամ»։ Եվ Չարլզ Պարհամը թույլատրեց, որ ինքը նստի միջանցքից եւ լսի։ Գիտեք, այդ ժամանակները եկեղեցիներում ռասայական այդ տարբերությունները, խտրականությունները շատ ահավոր էր 20-րդ դարի մանավանդ սկզբին։ Նա համաձայնվեց նստելու միջանցքում եւ լսելու դասերը։ Եվ գիտեք ինչ տեղի ունեցավ, դասի ժամանակ Սուրբ Հոգին այցելեց հենց միջանցքում, այցելեց այս մարդուն։ Եվ վերափոխվեց նրա կյանքը։ Հետո հազարավորների կյանք վերափոխվեց իր միջոցով։ 1906 թվականին Ազուզայի արթնության պատճառը դարձավ այս սևամորթ, մի աչքից կույր մարդը, որ մենք այդքան ասում ենք Ազուզայի արթնություն, այս մարդու միջոցով եկավ նրա նվիրվածությամբ եւ հավատարմությամբ Աստծուն։ Հիսուս իր ուսուցումների մեջ ասում էր. եթե խնջույք անես, կանչի կաղերին, կույրերին, աղքատներին, խեղերին, նրանց ուրախացնելու համար։ Հիմա հարց, ինչու Տեր։ Ինչու ես կանչեմ կույրերին, խեղերին, կաղերին, ինչու։ Չէ որ ես ավելի լավ հարազատ բարեկամներ ունեմ, որոնք ավելի առողջ են, ավելի լավն են, ավելի հարուստ են։ Եվ ինչա պատասխանում Տերը։ Ղուկաս 14:14։ Ասեմ ոսկի համարա 14:14։ Հիշեք։ Եվ երանի կլինես, որ բան չեն ունենա, որ փոխարենը քեզ հատուցեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի։ Ես ուզում եմ, որ արդարների հարության ժամանակ ինձ Աստված հատուցանի։ Դրա համար ես պիտի կատարեմ Աստծո խոսքը։ Այդ մարդկանց, երբ որ կտեսնենք, կերակրենք, օգնենք, ձեռք մեկնենք սիրելիներ։ Արդարների հարության ժամանակ Աստված բարձրացրելու է։ Սա Հիսուսի խոսքերն են։ Ես հավատում եմ Հիսուսի խոսքերին։ Եթե մի բաժակ ջուրը չի մոռացվում, չէ, աշակերտի անունով որ տալիս են Աստծո մոտ չի մոռացվում, Էլուր մնաց, որ այս կարիքավոր, այս խեղված մարդիկ քո հոգատարությանը արժանանան։ Փառք ես Տեր, որ մեզ ուղղորդում ես քո խոսքով, որ մեզ խրատում ես, որ մենք քո սիրտը ունենանք եւ կարողանանք այդ մարդկանց հանդեպ լինել բարի եւ հոգատար։ Բարտիմեոսը մարդկանցից անարգված էր իր իրավիճակի, իր արատի պատճառով, բայց Աստծո կողմից սիրված ու ընդունված էր։ Ինչքան էր սпасել այդ օրվան, չգիտենք։ Ոմանք պատմաբաններից ասում են, որ 5 տարեկանից էր կուրացել, ոմանք էլ ասում են ի ծնե էր։ Դա չի կարևոր, այլ որ արդեն չափահաս էր ու երկար տարիներ կռիվ էր տալիս եւ չէր համակերպվում իր իրավիճակի հետ։ Նա աղոթում ու սպասում էր Մեսիային, Դավիթի որդու գալուստին։ Մենք սպասում ենք։ Այո։ Եթե նա սպասում էր առաջի գալուստին, մենք այսօր սպասում ենք երկրորդ գալուստին։ Ինչքան ժամանակ է, որ ես ու դու անցնում ենք տարբեր խնդիրներով։ Տիմեի որդուս դաս ունենք վերցնելու։ Չհանձնվես քո իրավիճակի հետ։ Չհարմարվես քո իրավիճակի հետ։
Չասես դե էս է իմ բախտը։ Ես չեմ հավատում բախտին, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Անկես ես չեմ հավատում բախտին։ Որովհետև փրկիչը Հիսուսն է, եւ ինքը կարող է իմ իրավիճակը փոխել։ Բարի լուրեր են հասել կույրերի ականջներին, որ հայտնվել է մեկը, որ կույրերի աչքերը բացում։ Երբ է լինելու այդ այցելության օրը։ Եվ ահա օրը եկավ։ Հիսուս Նազովրեցին է գալիս Երիքով։ Լույսն է գալիս, աչքներիս լույսը։ Գիտեք, եթե մեկը գիտի մարգարեությունները, եթե մեկը լսել է Ավետարանի այդ խոսքը 5 տակարանյան մարգարեությունները, գիտակցում է, որ միայն Դավիթի որդին կարող էր կույրերի աչքեր բացել։ Եվ եթե միայն Դավիթի որդին կարող էր կույրերի աչքեր բացել, եւ արդեն լուրերը հասնում են կույրերին, որ Հիսուսը շրջում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, եւ կույրերին բժշկում է, ինչ կառաջանար այս կույրերի մոտ, որ նա է Դավիթի որդին, որ նա է փրկիչը, որ նա է Մեսիան, Երանի մեր քաղաք էլ գա, Երանի իմ տուն էլ գա, Երանի, գիտես եկել է, ու դուռդ էլ ծեծում է, դու պիտի բացես այդ դուռը, որ մտնի քո տուն, քո այդ խնջույք անի եւ քո իրավիճակը փոխի, որ քո դառնացած ջրերը քաղցրահամ դարձնի, որ քո դառնացած կյանքը քաղցրության վերածի եւ երջանիկ լինես դու։ Դու հավատում ես։ Գիտեք, Բարտիմեոսը հավատաց։ Դրա համար էլ Հիսուսն ասեց. քո հավատքը քեզ փրկեց։ Տեսնենք նոր հավատանք, թե հավատանք նոր տեսնենք, ո՞նց եք մտածում։ Այո, որովհետև այդպես է գործում։ Հավատա եւ կտեսնես։ Իսկ այսօր աշխարհն ասում է, միչև չտենամ, չեմ հավատա։ Սիրելիս, դու այսօր հավատա վստահի Հիսուս Քրիստոսին ու կտեսնես։ Կան այստեղ մարդիկ, ովքեր հավատացել են ու տեսել են։ Ես։ Մենք հավատացել ենք ու տեսել ենք եւ այսօր վկայում ենք ձեզ, որ Հիսուսը անցավ մեր կողքով եւ մեզ փրկեց։ Այո, այսօր այն օրն է, որ պիտի կանչենք նրա անունը։ Պիտի աղաղակենք սրտի խորքից, ողորմիր մեզ Դավիթի որդի, ողորմիր մեզ Հիսուս փրկիչ։ Բայց իմացեք, այս դեպքում, ինչպես միշտ, հայտնվում են մարդիկ, չկամեցող մարդիկ, կամ հայտնվում են մտքեր, որոնք մեզ չեն թողելու, որ մենք մոտենանք Հիսուսին։ Այս դեպքում էլ, չէ, հիշում եք, գոռում էր Դավիթի որդի, ողորմի ինձ, բայց լրացնում էին այդ մարդուն։ Սուս մնա դու։ Դու արժանի չես վարդապետի այդ ուշադրությանը։ Դու կույր ես, դու արժանի չես։ Դու ով ես, որ դու Աստված լսի քո աղոթքը։ Դու մի հատ մեղավոր մեկն ես, որ Աստված լսի քո աղոթքը։ Չէ, չլսես այդ մտքերին։ Ու այդ մարդկանց էլ չլսես, որոնք քեզ հետ են պահում Աստծուն մոտենալու ճանապարհից։ Չլսես այդ մարդկանց։ Նրանք քո բարին չեն կամենում։ Նրանք քո վատն են կամենում։ Նրանք չեն ուզում, որ դու հանդիպես լույսին։ Իսկ Հիսուսն ասեց. ես եմ աշխարհի լույսը։ Ով որ իմ հետևից գա, խավարի մեջ չի մնա, այլ կյանքի լույսը կունենա։ Ուզում ենք կյանքի լույս ունենանք, ուրեմն եկեք այդ մտքերը մեզանից վանենք, որոնք մեզ խանգարում են։ Գիտեք, չէ, տարբեր տեսակի կասկածանքի մտքեր կարա լինի, վախի մտքեր կարա լինի։ Մի օր մի երիտասարդի ծնողներ կանչել էին իրանց տուն, որպեսզի ծանոթանային իմ հետ, ու իրանք մտահոգություն ունեին, որ իրանց տղեն կգժվի, որ գա եկեղեցի, ավելի խորանա, կցնդի, կգժվի։ Մի խոսքով, այդպես մի կես ժամ իրանց հետ անուշ լավ խոսակցություն ունեցանք, հետո վերջում ասեցի.
գժի սիմպտոմ տեսակ իմ վրա։ Սկսեցին ծիծաղալ, բա չի ասում, կարքին տղա ես դու, քո այդ լավ սիրով շփում արդ, ասում, բա ես արդեն 35 տարուց ավել է խորացել եմ։ Եթե 35 տարի է ես հավատում ու խորացել եմ, ու դու գժի սիմպտոմ չեք տենում իմ վրա, ձեր տղան էլ այդպես կխորանա ու առողջ մտածելակերպով կապրի այս երկրում։ Այո։ Տերը կանչում է, որ գժերին առողջացնի, սիրելիներ։ Կանչում է, որպեսզի հիմարներին իմաստուն դարձնի։ Դրա համար չլսենք այդ մտքերը, այդ մարդիկ միշտ լինելու են, իմացեք։ Երբ որ Աստծո խոստումները կուզենա Աստված իրականացնել քո կյանքի մեջ, միշտ այդ մարդիկ հայտնվելու են, որպեսզի քո կողքից քեզ փսփսան։ Չգնաս։ Դա քո տեղը չի։ Լավ էլ իմ տեղն է։ Լավ էլ ես ուզում եմ հանդիպեմ Հիսուսին։ Մտում իմ նստած ճանապարհի մեջ ինչ եմ ստացել այսքան ժամանակ, որ բացի անարգանքից ու արամարանքից ինչ եմ ստացել։ Ես պետք է գնամ։ Իրականում Դավիթի որդի ասելով դավանում էր, որ Հիսուսն է օծյալը։ Հիսուսն է Մեսիան։ Դու գիտեք, չէ՞, որ Եսայիա մարգարեության 61-րդ գլխի մեջ գրած է. Տիրոջ հոգին իմ վրաս է, ինձ օծել է։ Եվ երբ որ գիրքը բացեց Ղուկաս ավետարան 4:18-ում է գրված, բացեց Հիսուսը գիրքը, ասեց Տիրոջ հոգին իմ վրաս է։ Ինձ օծել է աղքատներին ավետարանը քարոզելու, սրտով բեկվածներին բժշկելու, ու գիտեք ինչ կա այդտեղ գրած, կույրերին տեսողություն տալու։ Եվ այս խոսքը ուզում էր ասել, որ ես այդ օծվածն եմ, այդ օծյալն եմ, որ եկել եմ այս աշխարհ։ Այսօր կատարվեց այս խոսքը ձեր ականջներին։ Եվ երբ որ կույր Բարտիմեոսն ասում էր Դավիթի որդի, նա ինքը նկատի ուներ, դու ես այն օծվածը, դու ես այն օծյալը, որ եկել ես, որպեսզի իմ աչքերը բացես։ Փառք ես Տեր։ Գիտեք, որ այսպիսի մի կանչ էլ ավազակը ունեցավ խաչի վրա։ Հիսուսը եկել էր Երիքով Բարտիմեոսի նմանների համար։ Աչքերով կույր Բարտիմեոսի եւ սրտով կույր Զաքեոսի նմանների համար։ Այո, ինչքան կույր էր Բարտիմեոսի աչքերը, այնքան էլ կույր էին մարդկանց սրտերը։ Եվ այսօր էլ սերներ, հնարավոր է մարդիկ կա տեսնում են աչքով, բայց նրանք հոգևորապես կույր են։ Եվ մենք էլ այսօր այս Բարտիմեոսի պատմությունը միայն նրա մասին չի, որ Բարտիմեոսի աչքերը բացվեցին, չէ, այլ նրա մասին է, որ ամեն մեկս այսօր կարիք ունենք, որպեսզի մեր հոգու աչքերը լուսավորվի, որ մենք կարողանանք ճշմարտությունը հասկանալ ու ճանաչել։ Եվ գիտեք ինչ, ճանաչելով երկրպագելը իր մեջ ավելի մեծ զորություն ունի։ Տեսնելով նրան ու նրան երկրպագելը ավելի մեծ ազդեցություն ունի, քան չճանաչելով։ Դու այսօր կարող ես չճանաչելով ես Հիսուսին պաշտում, բայց երանելի կլինես, որ ճանաչելով նրան պաշտես։ Եկեք 3 տեղ մարգարեություն իրար հետ միասին կարդանք, որը գրված է Եսայիա մարգարեության մեջ, որ 3-ն էլ վերաբերվում է Հիսուս Քրիստոսին եւ այս պատմությանը։ Եսայիա մարգարեություն 42-րդ գլուխ 6 խոսք։ Ես Տերը կանչել եմ քեզ արդարությամբ, ես բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում։ Քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին եւ ազգերին իբրև լույս, կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելու եւ խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։ Ու մասին է խոսքը Հիսուսի, այո, հետո նոր իրա ժողովրդի, բայց այս մարգարեությունը Հիսուսի մասին է։ Ասում է, քեզ ժողովուրդներին ու ազգերին իբրև լույս եմ ուղարկում, որպեսզի դու կույրերի աչքերը բացես։ Նշան է արդյոք թե չէ։ Այո, նշան է սա, որ կարդացողները 5 կտակարանի իմանային, որ աչքերը բացողը ուղարկվածն է Տիրոջ կողմից եւ 5-ը հենց Տերն է, որ եկել է
որ աչքերը բացի։ 42:16 Կույրերին պիտի առաջնորդեմ իրենց չիմացած ճանապարհով, նրանց պիտի առաջնորդեմ իրենց անծանոթ շավիղներով, նրանց առջև խավարը լույս պիտի դարձնեմ, իսկ դարուփոսերը հարթավայր։ Այս բաներն եմ անելու եւ նրանց բնավ չեմ լքելու։ Շնորհակալ ենք Տերս խոստումի համար։ Շնորհակալ ենք, որ լուսավորեցիր մեր աչքերը եւ մեզ տանում ես մեզ չճանաչված ճանապարհներով, որ ժամանակին մենք չենք իմացել։ Խորթուբոր ճամփաները մեր առջև հարթում ես, մեր շավիղները ուղում ես եւ դու խոստացել ես, որ մեզ չես թողնելու, չես լքելու։ Միջև աշխարհի վերջ դու մեզ հետ ես լինելու։ Եսայիա մարգարեության 29:18 Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը եւ մթից ու խավարից ազատված կտեսնեն կույրերի աչքերը։ Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով եւ մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի սրբով։ Փառք ես Տեր, որ Իսրայելի սրբով կցնծան ու կտեսնեն կույրերի աչքերը։ Տիմեի որդին հանդերձը թողեց, գնաց Հիսուսի մոտ։ Այդ հանդերձը, որ երկար ժամանակ իր վրա կրելով մուրացիկ էր, այո, այն ցուր ժամանակները, այն դժվարին ժամանակները, այդ հանդերձն էր իրան ջերմացնում այդ ճանապարհին։ Այնքան կարելի է այս մեկ նախադասության վրա խոսել։ Եթե հանեցիր վրայիցդ վերնազգեստդ, կույր ես, էլ Տերը չես լինի այդ վերնազգեստիդ։ Նրան էլ ոչինչ չէր հետաքրքրում։ Գտել էր նրան, ում երկար տարիներ սպասել էր։ Տիրոջ վստահ ու աներեր խոսքը, ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Քո հավատքը քեզ բժշկեց։ Եվ առաջի բանը, որ իր կյանքի մեջ եղավ, դա տեսավ փրկչին։ Գիտեք չէ, որ իր աչքերը բացվեցին, առաջի բանը, որ նա տեսավ իր փրկչին։ Այո, թող մեր աչքերը միշտ մեր փրկչին նայեն։ Որտև Իրանից հույս է գալիս մեզ, Իրանից լույս է գալիս մեր վրա, Իրանից գալիս է այն խրատը, այն սփոփությունը, որ մենք կարողանանք ճիշտ ապրել։ Տեսեք Ղուկասը ինչ հրաշալի է նկարագրում այս հատվածը, ասում է Հիսուսը նրան ասաց. Տես քո հավատքը քեզ փրկեց, եւ իսկույն տեսավ ու գնում էր նրա հետևից Աստծուն փառաբանելով, եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով գովաբանում էր Աստծուն։ Ինչ հրաշալի մի բան։ Բացվեցին աշկերս ոչ թե որ ես գնամ իմ կյանքը ապրեմ, այլ բացվեցին աշկերս, որ ես գնամ նրա հետևից ու նրա կյանքը ապրեմ։ Նրա տված կյանքը ապրեմ, նրա տված շավիղներով քայլեմ, որպեսզի նա միշտ իմ հետ լինի, ես էլ նրա հետ։ Սիրելի բարեկամ, մարմնավոր կուրությունից սարսափելի է հոգևոր կուրությունը։ Դա ապրելն է խավարի, մեղքի աշխարհում, սատանայի թագավորությունում։ Ես վերջերս Աստվածաշնչյան դպրոցից բլոկնոտներից գտա, որ 30 տարի առաջ եմ գրել, 96 թվականին մինչև հիմա պահած ունեմ այդ բլոկնոտը։ Երբ որ բացեցի, մի նկար հայտնաբերեցի, որ նկարել էի, խեցգետին էի նկարել սենց։ Ու այս աչքերի կողքը գրել էի դեկորատիվ աչքեր։ Հետո երբ որ սկսեցի ուսումնասիրել, նայել ինչ եմ գրել, հասկացա մի բան, որ Հիսուսն ասում էր. դուք աչքեր ունեք ու չեք տեսնում, ականջներ ունեք ու չեք լսում։ Ինչ էր դա նշանակում։ Խեցգետինը, սիրելիներ, քանի որ ապրում է խավարի մեջ, նրա աչքեր պետք չի։ Ունի աչքեր, բայց այդ աչքերի նյարդային համակարգը, այդ ներվային թելիկները փչացած են, չեն գործում։ Ինքը իր բեղիկներով, որտեվ քարերի տակ, խավարի մեջ ապրում։ Աստված ուզում է, որպեսզի մեր աչքերը դեկորատիվ չլինի։ Աստված ուզում է, որպեսզի մենք լույսի մեջ ապրենք, խավարից հեռանալով, որպեսզի կարողանանք տեսնել։
Թշնամին էլ մեր սիրելիներ ամեն ինչ անում է, որպեսզի մեզ հեռացնի լույսից, որ մեր աչքերը կորցնեն իրանց լույսը, որ մենք խավարի մեջ խարխափենք։ Հիմա ընտրությունը իմն ու քոնն է, ում կողմը ես լինեմ։ Աստծո կողմը, Հիսուսի կողմը, որը լույսն է աշխարհի, որպեսզի իմ աչքերը լուսավորվելով ես իմանամ նրա կոչումի հույսը, նրա կանչը իմ կյանքի մեջ եւ նրա ճանապարհները, թե ապրեմ խավարի մեջ ու մեռնեմ ու հավիտենական կորուստի գնամ։ Ընտրությունը իմն ու քոնն է։ Չլինենք Խեցգետինի նման։ Եվ ուզում եմ որպես վերջնաբան Պողոս առաքյալի վկայությունից կարդալ, այս վկայությունը շատ հրաշալի եւ ուժեղ վկայություն է, սիրելիներ։ Խնդրում եմ իրար հետ միասին ուշադրություն դարձնենք, երբ որ նա կանգնած էր Ֆելիքսի առաջ Գործք առաքելոց 26:16-ում, տեսեք ինչ է ասում։ Իր վկայությունը պատմելով ասում է. բայց վեր կաց 26:16 կանգնիր ոտքերիդ վրա, որտև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա եւ վկա այն բաների, ինչ դու տեսար եւ այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ, ազատելու այն ժողովրդին ու հետանոցներին, որոնց մեջ քեզ ուղարկում եմ, որպիսի նրանց աչքերը բացես խավարից դեպի լույսը եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, նրանց դարձնես, որպիսի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն եւ սրբերի հետ ժառանգություն ստանան։ Եթե ուշադիր եղաք, եկեղեցին այսօր կանչված է իդեմ Պողոսի, որպիսի նրանց աչքերը բացի, որոնք խավարից դեպի լույսը եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված դառնան։ Այս պատգամները, որ մենք անում ենք, այն ինչ որ մենք ծառայություններ ենք անում օրերի ընթացքում, շաբաթվա ընթացքում, նպատակը ի՞նչն է կայանում, որպեսզի մարդիկ խավարի թագավորությունից գան դեպի լույսի թագավորություն։ Ինչու բացատրումը, որ նրանք հավատան եւ հավատքի միջոցով մեղքերի թողություն ունենան եւ սրբերի հետ ժառանգություն ստանան։ Օգուտ է մեզ, սիրելիներ։ Իհարկե, դա մեզ շահ է, դա մեզ օգուտ է, որ մեր մեղքերը ներվի, որ մենք հաշտվենք Աստծո հետ եւ սրբերի հետ ժառանգություն ստանանք։ Դրա համար մենք պատգամում ենք ամեն կիրակի, ամեն ժամանակ, ամեն տեղ, որտեղ լինում ենք, ասում ենք մարդկանց, դու կարիքն ունես Հիսուսի։ Դու կարիք ունես դառնալու իրան, որպեսզի քո մեղքերը ներվի, որպեսզի դու սուրբերի հետ ժառանգություն ունենաս։ Հերիք է այն տառապանքներին, հերիք է այն տանջանքներին, որ մենք կրել ու անցել ենք։ Ես ուզում եմ, որպեսզի այն տանջանքներն ու այն դժվարությունները, որ մենք անցնենք, իմաստալից լինի, որ փուշ չլինի, ունայն բաների համար չլինի, այլ նպատակի համար լինի, սերներ։